Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում այսօր շարունակվեց Ավետիսյանների սպանության մասով դատաքննությունը։ Հարցաքննության հրավիրվեց գործով վկա Միխայիլ Խաչատրյանը։ Վերջինս Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի սահմանապահ ջոկատի աշխատակից Բայանդուր 2 ուղեկալի նախկին պետն է։ Վկան պատմեց, որ հունվարի 12-ի ուշ երեկոյան սահմանային ուղեկալում հայտնաբերել եւ ձերբակալել է Վալերի Պերմյակովին։ Անմիջապես հարց է ուղղել. «Դու ես կատարել հանցագործությունը», ինչինի պատասխան Պերմյակովն արձագանքել է. «Ոչ, ես ոչինչ չեմ արել»։ Մանրամասնելով կատարվածը վկան նշեց, Զորամասի հրամանատարությունը հրաման է արձակել, որպեսզի շտաբ մեկնի ծառայության, քանի որ պահակակետից զինծառայող է փախել։ Եկել է Զորամաս ու ավագ սերժանտի հետ միասին աշխատանքի անցել։ Հատուկ վարժեցված շան հետ ինքն ու ավագ սերժանտը մեկնել են Պերմյակովի հետքերով Միասնիկյան 188 տուն, ուսումնասիրել տարածքը, մոտ 200 մետր գնացել ու կորցրել հետքը։ Դրանից հետո հրամանատարի հրամանով գնացի սահմանային ուղեկալ։ Երբ եկանք ծառայության վայրը, տեսանք պոմպային մասում լապտերի լույսը։ Նկատեցի, որ ինչ-որ մեկը լապտերի լույս է գցել։ Ես տեսա եւ Զորամասի հրամանատարին ասացի այդ մասին։ Տվյալ լապտերի լույսը մոտենում էր մեզ, թույլ տվեցինք, որ անծանոթը մոտենա, որ կարողանանք ձերբակալել։ Կանչեցինք անծանոթը, պատասխանեց ձերոնցից եմ։ Այդ ժամանակ ես հասկացա, որ երևի թե փնտրվող անձն է, պատմեց Խաչատրյանը։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը վկայի դատարանում տված ցուցմունքի ու նախաքննական ցուցմունքի միջև հակասություն նկատեց։ Մասնավորապես այն, որ նախաքննության ընթացքում վկա սահմանապահը հայ քննիչներին չի պատմել, որ գիշերը փորձել են փնտրել Պերմյակովին։ Վկա Խաչատրյանն էլ հակադարձեց, ռուս քննիչներին մանրամասն պատմել է ամեն ինչ, իսկ հայ քննիչներն իրեն այդ մասին չեն էլ հարցրել։ Բացի այդ, Միխայիլ Խաչատրյանը նախաքննության ընթացքում հայտնել է, որ միայն առավոտյան է իմացել, որ Պերմյակովը հենակետից զենքով փախել է, այնինչ դատարանում հայտնեց, որ գիշերն անգամ փնտրել են ամբաստանյալին։ Հարցաքննվող վկային հարցեր ուղղեց նաև տուժող Եգոր Ադամյանի ներկայացուցիչ փաստաբան Երեմ Սարգսյանը։ Նա հետաքրքրվեց, թե Պերմյակովին հայտնաբերելուց հետո հարցրել են արդյոք, թե ինչպես է հասել հայ-թուրքական սահմանի մոտ։ Վկան պատասխանեց, որ հետաքրքրվել են, սակայն Պերմյակովն ասել է, որ ոչինչ չգիտի։ Հարցաքննվեց նաև վկա սահմանապահ ջոկատի ծառայող Գագիկ Խաչատրյանը։ Նա նշել է, որ սահմանի ապօրինի հատման ահազանգ է ստացել, գնացել է դեպքի վայր ու տեսել, որ ծառայակիցները սահմանախախտ Պերմյակովին արդեն ձերբակալել են։ Այսօրվա դատական նիստի ընթացքում հարցաքննվեց նաև սահմանամերձ Երազգավորս գյուղի բնակիչը։ Նա նշել է, որ մեքենաների շարժ է նկատել։ Դուրս է եկել, ասել են, որ զինվոր է փախել։ Ալեքսանյանը տեսել է, թե ինչպես են փախած զինվորին մեքենայով տանում։ Մարիամ Գրիգորյան, Արտուր Ղահրամանյան, Առաջին լրատվական։